Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին։ Անկլավների հարցով Ադրբեջանի հետ այժմ որևէ քննարկում չկա, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները դարձյալ հարցրին Տիգրանաշենի մասին։ Անկլավների թեման դարձյալ ակտիվացավ, երբ Փաշինյանը վերջին շաբաթներին սկսեց Տիգրանաշենն իր խոսքում հիշատակել ադրբեջանական Քյարքի անունով։ Այսօր ասում էր ադրբեջանական անունն է նշել, բայց չի խոսել վերադարձի մասին։ Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդհանրապես ասել եմ Քյարքի, արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Չընդունել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը չի ներառում ադրբեջանական անկլավները, ըստ Փաշինյանի նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել։ Իսկ ադրբեջանական Քյարքի անունը տալով ինքն ասում է փորձել է չեզոքացնել խաղաղությանը սպառնացող եւ սադրանքների տեղ թողնող վերջին սպառնալիքը։ Ինչու եմ ես ամեն ինչը անում, մազոխիստ եմ։ Ոչ ես դա անում եմ հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Եվ ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում եւ արվելու օգտագործել փլուզելու համար, խաղաղությունը էսկալացիա մտցնելու համար։ Ես կոպիտ կներեք այդ բանի բժշկական զուգահեռի համար, ես այդ թեմային ներվը հանում եմ, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել։ Դուք ասացիք ներվն եմ հանում, բայց պարոն Փաշինյանի, Ալիևը մեր սաղատամները քաշում է, դուք հենց ներվ եք հանում։ Ասեմ, քյավտար ոնց պիտի նստենք իր դեմը բանակցենք։ Այդ ինչ որ հանվել է, այդ իրականում պրոթեզ է եղել, ինչ որ կազմակերպություններ եւ գործընկերություններ, որ մեր իբր անվտանգությունը երաշխավորում էին եւ մեծ տարածաշրջանում իբր ուժեղի դիրքերում էին դնում, դա ատամ չէր, դա պրոթեզ էր, եւ այդ պրոթեզը ես եմ հանել, բայց այդ պրոթեզի տակ կան փչացած ատամներ, որոնց ներվերը հանած չի եւ որոնք ցավում են, եւ այդ ատամների բուժմամբ եմ ես այդ թվում այսօր ատամնաբուժ Նարևելյանն արինք լրիվ։ Այս անգամ էլ Փաշինյանն իրար կապեց անկլավների եւ ջերմուկի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը, շեշտելով, եթե մենք անկլավները համարենք Հայաստանի տարածք, նույն կերպ Ադրբեջանը կարող է իրենը համարել Հայաստանից գրավվածը։ Եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է մենք ջերմուկի այդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջա գալիս սկզբունքով ինչ գրավել է, դե Իրանն է։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այս խնդիրները ռազմական լուծում չունեն, որ սահմանազատ մանշրջանակներում պիտի քննարկեն ամեն ինչ, իսկ դիտարկմանը, թե Տիգրանաշենը եւ մյուս անկլավները Հայաստանի համար ռազմավարական նշանակության հատվածներ են, Հայաստանի վարչապետը հակադարձեց, որ նույնպիսի խնդիրներ ունի նաեւ Բաքուն, առանց սակայն հստակեցնելու, թե ինչ համանման խնդիրներ կան Ադրբեջանում։ Անկլավների եւ սահմանազատման թեմաների հետ կապված մենք ունենք իրադրություններ, որ կարող ենք ճանապարհներից զրկվել։ Բոլորդ գիտեք, բայց հարգելի լրագրողներ, Ադրբեջանն էլ ունի տենց իրավիճակներ։ Քաղաքագետ, ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը չի կարծում, թե անկլավների թեման հայ-ադրբեջանական քննարկումներում այս պահին առանցքային տեղ ունի։ Չեմ կարծում իրականում, որ սա ամենահայատապ խնդիրն է եւ նաեւ վստահ եմ, որ այս պահին նույնիսկ քննարկվող հարց չէ։ Ես ինչպես հասկանում եմ, ընդհանուր փոխըմբռնում գոյություն ունի, որ անկլավների հարցը պետք է թողնել դելիմիտացիայի վերջին փուլի համար։ Այդ դեպքում ինչու է հիմա թեման դարձյալ այսքան ակտիվ։ Դե կարծում եմ ընդհանուր առմամբ ինչ որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կառավարության կողմից, որպեսզի այդ սցենարի կյանքի կոչման դեպքում շատ լուրջ հանրային ընդդրում չլինի։ Վարչապետի կողմից անկլավների հարցն ու Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները մի հարթության մեջ դիտարկելը Տիգրան Գրիգորյանը անթույլատրելի է համարում։ Սա ըստ նրա մի միտք է, որ Ադրբեջանն է ի սկզբանե առաջ քաշել։ Ես ընդհանուր առմամբ տեղավորում եմ նաև վերջին տարիների բանակցային գործընթացի տրամաբանության մեջ եւ ադրբեջանական կողմը ինչ որ դիրքորոշումներ է որդեգրում, հայկական կողմը ի սկզբանե փորձում է հակադրվել այդ դիրքորոշումների, բայց որոշ ժամանակ անց ոչ միայն ընդունում է այդ դիրքորոշումները, այլ նաև փորձում է ներկայացնել այդ դիրքորոշումները որպես սեփական դիրքորոշումներ։ Եվ այս հարցում եւս ցավոք սրտի տեսնում ենք, որ այդ գործընթացը տեղի ունեցավ։ Արդյոք Տիգրանաշենը Քյարքի անվանելով հնարավոր ռազմական եւ պատերազմական վտանգները չեզոքացվում են։ Տիգրան Գրիգորյանը վստահ է, որ ոչ։ Պատերազմի պատրվակներ կամ պատճառներ Ադրբեջանը այսինքն այդպես պատրվակներ փնտրելու կարիք չունի, եթե նման տիպ քաղաքական կլինի կամ քաղաքականության փոփոխություն
տեղի ունենա Հայաստանի նկատմամբ, այդպիսի պատրվակներ վստահաբար կգտնվեն։